Նախ սկսենք ընդհանուր մակրոտնտեսական շրջանակի ներկայացումից, ես ճիշտ ասած նաև ժամանակային սահմանափակության պատճառով կենտրոնացա կոնկրետ միայն կատարման եւ արդյունքային ցուցանիշների վրա, 24 թվականի հնայի արդյունքներով պատասխանեմ հնան գերազանցել է Հնան գերազանցել է 10 տրիլիոն դրամ առաջին անգամ եւ ունենք, ինչպես գիտեք, 5.95 համարյա այդքան տոկոս աճ, նշեմ, որ մեկ շնչին ընկնող հնան 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան $8,500, այնինչ 23-ի արդյունքները $8,100-ից մի փոքր ավել էր, ճյուղերի ավելացված արժեքը ներկայացնեմ, քանի որ դուք մակրոտնտեսական շրջանակը մի փոքր ուզեցաք ներկայացնեմ, ուրեմն արդյունաբերությունը 3.1%-ով է աճել, գյուղատնտեսությունը 1%-ով, ծառայությունները 5%-ով, առևտուրը 16.8%-ով, իսկ շինարարությունը 13.5%-ով Հնայի կառուցվածքը, եթե դիտարկենք, սա շատ կարևոր ցուցանիշ է իմ կարծիքով, օրինակ 18-ը համեմատենք 24-ի հետ, 18 թվականին արդյունաբերությունը 39.2% էր, արդեն 24-ին 45.2%, ուրեմն հաջորդը ներկայացնեմ օրինակ գյուղատնտեսության ծավալը, ինքը 13.9% էր 18-ին, արդեն 24-ին 7.9, այստեղ թվում է թե կրճատում կա իրականում, տնտեսության մյուս ճյուղերն են ավելի արագ աճել, այստեղ պետք է դա ֆիքսենք, քան գյուղատնտեսությունը եւ գյուղատնտեսության մասնաբաժինը փոքրացել է եւ ես կարծում եմ, որ այն տեսլականը, որ մենք ունենք ապագայի հետ կապված, դա ինտենսիվ տոխմային տնտեսություն, որը մոտավորապես հենց այսքան մասնաբաժին պետք է իմ կարծիքով ունենա, ոչ ավել, որովհետեւ թվայնացման, տնտեսական զարգացումների եւ այլնի համատեքստում կարծում եմ, որ այդտեղ կարևոր դերակատարումներ պետք է լինի։ Շինարարությունը 6.6-ից 7.1% ենք մեծացել, ծառայությունների ծավալը 18.2-ից ուրեմն Ես ներողություն եմ խնդրում, արդյունաբերությունը 18.2-ից դարձել է 16.2 եւ ծառայությունների ծավալը ծառայությունների եւ արդյունաբերության թվերը սխալ ասացի, ուրեմն ծառայությունների ծավալը 39.2-ից 45.2% է դարձել։